Երևանն ընտրության առջև է կանգնած։ Բարեկամություն Եվրամիության թե գործընկերություն Ռուսաստանի հետ։ Հայաստանի հյուսիսային դաշնակիցը նախազգուշացնում է, հիշեցնելով Ուկրաինայի օրինակը։ Ըստ վերլուծաբանների, սակայն Հայաստանը Ուկրաինայի իրավիճակում հայտնվել է շատ ավելի վաղ՝ 2020-ին, 44-օրյա պատերազմի ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ, մինչև 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այնպես չի, որ Ուկրաինայի օրում մենք հայտնվել ենք Ուկրաինայից հետո։ Ուկրաինայի տեղի ունեցած իրադարձությունները հաջորդել են Արցախյան պատերազմին։ 2020 թվականի դեպքերը խոշոր հաշվով հենց նույն տրամաբանության մեջ էին, ինչ որ այսօր տեղի են ունենում Ուկրաինայում 2022 թվականից։ Միջազգային վերլուծություններն էլ հստակեցնում են, որ Ռուսաստանի նախագահը չի ասել, թե Հայաստանին սպասվում է ուկրաինական սցենարը, սակայն նրա պատասխանի քաղաքական իմաստն ընկալվում էր հենց այդպես։ Եթե մի երկիրը, որին Մոսկվան համարում է իր ազդեցության գոտու մաս, ընտրում է եվրոպական ուղղություն, ապա այստեղից կարելի է կռահել, որ հետևանքները կարող են ծանր լինել։ Ըստ վերլուծաբանների, ընդհանրապես նմանատիպ խոսույթները հայաստանյան ներքաղաքական զարգացումների համատեքստում են։ Հայաստանում ձևավորված ներքաղաքական իրավիճակում այլ ասել, որ խոշոր հաշվով դա առավելապես աջակցություն է, որովհետև կառավարող մեծամասնությանը հնարավորություն է տալիս հիբրիդային պատերազմի թեզը ավելի առարկայական շրջան առել։ Այսինքն, այստեղ կողմերը խաղում են, եւ մենոնք են խաղում, եւ իրենք են խաղում։ Առարկայական ինչ-որ հողի վրա գործողություններ սպասել նախընտրական էս փուլում քիչ հավանական եմ համարում։ Ըստ վերլուծաբանների, Հայաստանի արտաքին քաղաքական վերադասավորումներին պետք է սպասել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո։ Ռուսաստանը նշել է իր կարմիր գծերը, եւ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո գործող իշխանությունից պահանջելու է հստակություն։ Անկախ ամեն ինչից, եւ ռուսները, եւ Եվրոպական միությունը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզանից պահանջելու են հստակեցում, դիրքորոշման եւ այդ հստակեցումից կախված զարգացումները իմ կանխատեսմամբ մեզ համար բոլոր պարագաներում հաջող կամ լավ արդյունք չեն խոստանում։ Ինչի Եվրոպական միության կողմից նմանատիպ պահանջներ չեն հնչում արդյոք, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, թե Իրանի բոլոր խաղացողները որոշակի հստակեցումներ են պահանջում, ներառյալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, եթե օրինակ Հայաստանում ձևավորվի միաբևեռ իշխանություն, ինչպիսին եղել է նախորդ շրջաններում, Հայաստանի նկատմամբ ճնշումները շատ ավելի մեծ են լինելու եւ երկրի կարողունակությունը այդ ճնշումներին դիմակայելու շատ ավելի փոքր է լինելու։ Մեզ անհրաժեշտ է բալանսավորված իշխանություն ունենալ, որպեսզի կարողանանք արտաքին քաղաքական խաղացողների շահերի համադրում իրականացնենք, այդ թվում նաև կառավարման եւ իշխանության համակարգի ներսում։ Ճնշումներ ըստ քաղաքագետ վերլուծաբանների Հայաստանի նկատմամբ հյուսիսից միշտ են եղել, նաև նախորդ իշխանությունների օրոք, եւ այդ ճնշումները միայն Ռուսաստանից չէ, որ եղել են։ Հայաստանի տնտեսական, ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի մեծ է, 40% եւ ավելի։ Եթե կողմնորոշման տեսանկյունից իրենց շահերի առումով իրանք տեսնեն որոշակի անհամապատասխանություն, լինելու են կոշտ վերանայումներ։ Այդ թվում նաև գազի մատակարարումների, արտահանման, ներմուծման պայմանների եւ այլն։ Քաղաքագետների դիտարկումներն այսպիսին են. Հայաստանը պետք է հաշվի առնի, թե որ կետերում են համընկնում եւ հակադրվում արտաքին խաղացողների շահերը, եւ դրանք պետք է դիտարկել նաեւ Հայաստանի ազգային շահերի համատեքստում։ Ցավալին այն է, որ դարեր շարունակ դա չի արվել։ Հայաստանն անընդհատ սխալվել է իր հաշվարկներում, ինչն էլ կանգնեցրել է անվտանգային մարտահրավերների առջև, բերելով տարածքների կորստի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։